Վանաձոր Քիմպրոմի աշխատակիցները հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Լոռու մարզպետարանի դիմաց աշխատավարձի պահանջով, վճռականությամբ, որ այլևս աշխատանքի չեն գնալու։ Այս մասին նրանք եկել էին պաշտոնապես տեղեկացնելու մարզպետին։ Ինչ եք խորհուրդ տալիս, ինչ անենք։ Եթե մենք գիտենք, որ գործ ունենք քիմիական արդյունաբերության հետ, որը հղի է բնապահպանական լուրջ խնդիրներով, ես ձեզ ուղղակի կոչ եմ անելու ու խնդրեմ, որ ձեր անձնականը այս պահին մի կողմ դրեք, գործադուլ մեկանի, որ հանկարծ ամբողջ քաղաքը դրանից Ձեր խնդրանքը այս ինչքան ժամանակ է հարգում ենք ձեզ, լավ մարդկանց հարգում, բայց մինչև երբ։ Ոչ ոք չգիտի, թե ումից կարող են պահանջել իրենց աշխատավարձի պարտքը։ Դրա հետ մեկտեղ հուլիսի 1-ից լրանում է նաև նրանց աշխատանքային պայմանագիրը, հետևաբար անորոշ է, թե ինչ է սպասվում իրենց նշված ժամկետից հետո։ Ամբողջ կառավարությունն է զբաղվում, ես ձեզ անկեղծ բան եմ ասում, ամբողջ կառավարությունն է զբաղվում, բայց խնդրի լուծումը դեռ այն ճիշտ տարբերակը չեն գտնում, էլի, ճիշտ տարբերակը, տեսնենք սեփականատերը փոխվում, չգիտեմ ինչ միջոցներ են ներդնում, այլ խողովակներ կա ֆինանսական, որ կարող է ներդրում կատարվի ճիշտ ճանապարհի վրա, այս պահին լուծումը չեն գտնում, առայժմ մենակ քննարկումներ, բանակցություններ։ Հանուն նրա, որ Վանաձորում բնապահպանական լուրջ աղետներ չառաջանան, մարզպետը խնդրեց նրանց վերադառնալ աշխատանքի, մինչ ինքը կառավարությունում դռներ կթակի։ Ալա Նահապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։